Ես ուզում եմ նախ որից վերագրելու չէ այդ մասը արդեն բարձեցինք, ուզում եմ այդ մասին հայտարարություն անել, նաև ուզում եմ ամենյան պատասխանատվությամբ եւ ուրախությամբ շնորհավորել հայ ժողովրդին վերջի 8 տարիների ընթացքում առաջին փոքր, բայց առաջին հաղթանակի հետ կապված մենք բոլորս ականատես եղանք, թե Չարիկը ինչպես պարզվեց եւ իր ասած 65% ինչպես չկարողացավ հավաքել, այդքան կեղծիքի, այդքան կեղծիքի հետևանքով պարզանալու դա քեզ ասեմ։ Ես ոչ չեմ տալիս, որովհետեւ ձեզ ամենը մեկ վարքյան, տեսեք։ Այս գիտեմ, չէ՞ մոտարապես թե դու ինչ պետք է ասես։ Ես հումորը դնում եք մի կողմ, դրեցի մի կողմ։ Ձեզ ընդամենը ինչի թույլ չտրեցի, որտեղ ենթադրում եմ թե ինչ պետք է ասել։ Հիմա կոնկրետ ձեզ թույլ եմ տալիս խոսել, զուտ ներկայացված, հետազոտված, ապացույց հետ կապված, կամ կարգ հետ կապված։ Եթե որևէ բան ունեք, ես կլսեմ ձեզ, չեմ սահմանափակի։ Պարվազան դատարան, հիմա տեսեք, ես ուրեմն կալանքի տակ եմ 1 տարուց ավելի, չէ, ավել չէ, արդեն համարյա 1 տարի, 11 ամս ավելի է։ Սահմանափակված ազատ խոսքի իրավունքս, ազատ տեղաշարժի իրավունքս, ես չգիտեմ, հիմա իմ ձայնը գողացել է։ Իմ ձայնը հունիսի 7-ին գողացել է։ Ապաշխարը 1000 բարի համար ակնհայտ գողացել են։ Ձայնագողություն է տեղ ունեցել։ Ես չգիտեմ ինչպես պայքարեմ իմ ձայնի իրավունքի համար։ Հիմա դուք ինձ չեք թողնում, որ ես ասեք բարձրաձայնի եմ այստեղ խոսել։ Իմ ձայնը ես ուզում եմ տեղ անեմ իմ ձայնի։ Ես կոչ եմ անում ստեղից իմ քաղաքացիներին, նաև ընդդիմության առաջնորդներին չվախենան։ Դրանից չվախենան, տեղ անեն ժողովրդի տված տվեն։ Ժողովուրդը տվել է իր ձայնը ընդդիմությանը։ Քապան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ահավոր անդրակերտիկները արել 300,000 ձայնի ավելի գողացել է։ Դե մենք մեր ձայները ներկան է։ Ինչ գործի վերաբերել որևէ բան ունեք Այո, ունեմ։ Եթե ունեք ունեմ, միջնորդություն ունեմ։ Խափանման միջոցս փոխելու միջնորդություն ունեմ։ Հանրություններին ավարտվել եմ, այլ պատճառը, հիմնական պատճառը, որ կար ինձ կալանքի տակ պայելու վերացել է։ Միջնորդում եմ փոխել։